Հիմա ես կոչ եմ անում մեր հանրապետականի տղեկին, որ դուք տեսեք Միքայել Աչապահյան քաղաքական գործի կողքը ես չեմ կանգնի, կյանքում չեմ կանգնի, բայց ես հանրապետականին կոչ եմ անում, որ եթե համաձայնվի Միքայել Աչապահյանը լի թեկնածու, դուք ձեր ստորագրությունը դրեք Հայաստան Դաշինքի այդ նախաձեռնության տակ, որ դուք էլ չարժանանաք այդ պիտակին։ Հասկացա, չէ՞ ինչ եմ ասում, Կորյուն ջան։ Հայաստան Դաշինք այդ պիտակ իրան կպցրել է արդեն։ Արդեն ինքը այդ պիտակը կպցրել է, որ ինքը Նիկոլին պահող է։ Եթե իրանք ցույց տվեցին այս ընթացքում, որ եթե իրանք չեն գալու իշխանության, ուրեմն թող Նիկոլը մնա իշխանության։ Այսինքն եթե Սերժ Սարգսյանի թեկնածունա, Սերժ Սարգսյանի կողմնակիցն է գալու իշխանության, ուրեմն չէ, ավելի լավ է թող Նիկոլը մնա իշխանության։ Իրանք դա ապացուցեցին այս ընթացքում իրանք ստորագրությունը հանրապետականի պատիվ ունեմի նախաձեռնության տակ չդնելով։ Հիմա եթե հանրապետականները չդնեն իրանք ստորագրությունը, նույն բանն էլ իրանք ցույց կտան։ Դա համար ես կոչ եմ անում, որ դնեն իրանք ստորագրությունը Հայաստան Դաշինքի թեկնածուի տակ, եթե բանը կհասնի դրան, թող դնեն։ Բայց իմ կարծիքս ուզում եմ ասեմ, իրանք չեն հաջողելու։ Շատ երկիրը կտանեն բախման ու չեն հաջողելու։ Սա իմ կարծիքն է։ Կորյուն ջան, Դավիթ Համբարձումյան թեկնածուի պարագայում հնարավոր էր իմպիչմենտը որ հաջողեր։ Հիմա էլ եմ ասում, հնարավոր է հաջող իմպիչմենտը Դավիթ Համբարձումյան թեկնածուի պարագայում։ Նիկոլ Փաշինյանին կարա հեռացնի Հայաստանում մենակ Սերժ Սարգսյանը, մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պրոստը Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն շատ է տարիքով։ Ուրիշ մարդ Հայաստանում չի կարա Նիկոլ Փաշինյանին հեռացնի։ Շատ կտանեն բախման, կտանեն արունահեղության ու էլի արդյունքում Նիկոլը կմնա իշխանության, կտանեն տարածքների կորուստների ու էլի Նիկոլ Փաշինյանը արդյունքում կմնա իշխանության։ Նիկոլ Փաշինյանին կարա հեռացնի մենակ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն շախմատիստ տեսակները, մեկ էլ դրսի ուժերը։ Եթե դրսի ուժերը խառնվեն, Ռուսաստանը ուզի ինքը կարա, Արևմուտքը ուզի կարա իր Նիկոլի փոխարինի մի հատ ուրիշով։ Հասկանում եք, բայց եթե դրսի ուժերը չեն խառնվում, Ռուսաստանն ու Արևմուտքը չխառնվեն, Հայաստանի ներսի ուժերից Նիկոլին կարա հեռացնի մենակ Սերժ Սարգսյանը, մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն շախմատիստ տեսակը։